Փաստաբանական գրասենյակների էքսպո ցուցահանդեսի շրջանակներում զրուցում ենք Լոկուս փաստաբանական գրասենյակի համահիմնադիր Լուսինե Ղուկասյանի հետ։ Բարև ձեզ։ Բարև ձեզ։ Ինչպիսին է ձեր տրամադրությունը եւ տպավորությունը փաստաբանական գրասենյակների էքսպոյի մասին։ Հրաշալի, պարզապես հրաշալի միջավայր է տիրում էքսպո ցուցահանդեսին։ Մեզ այցելեցին բազմաթիվ ուսանողներ եւ քաղաքացիներ։ Ինչ ձևաչափով եք ներկայանում դուք այցելուներին եւ ինչ նախաձեռնություններ եք պատրաստել նրանց համար։ Մենք 7-րդ համարի տաղավարն ենք էքսպո ցուցահանդեսին եւ քաղաքացիներին տրամադրեցինք անվճար իրավաբանական խորհրդատվություն, ինչպես նաև պատասխանում են քաղաքացիների հարցերին, որոնք մոտենում են մեր տաղավար։ Շնորհակալություն շատ նաև ձեզ մասնակցության համար փաստաբանական գրասենյակների այս գեղեցիկ միջոցառմանը։ Ինձ հետաքրքիր է նաև ինչ ոլորտներով է զբաղվում ձեր գրասենյակը։ Մեր գրասենյակը զբաղվում է քաղաքացիական, վարչական եւ սնանկության ոլորտներով, նախ մասնագիտացած ենք աշխատանքային իրավունքում եւ սնանկության իրավունքում։ Կարող եմ այս երկուսը շեշտել, սակայն մեր ոլորտը շատ լայն է։ Ունեք հետաքրքիր եւ ուշագրավ նախաձեռնություններ, որոնց մասին որ կուզեք հայտնել քաղաքացիներին։ Փորձում ենք մեր գործընկերների շրջանակը ավելի լայնացնել եւ ինչու ոչ նաեւ մնալ միջազգային համագործակցություններ եւս։ Մեր ընկերությունը, քանի որ հանդիսանում է նաեւ հաշտարարական կենտրոն, ոչ միայն փաստաբանական գրասենյակի, այլ նաեւ հաշտարարական կենտրոն է։ Այս պահին մտածում ենք նաեւ որոշ նախաձեռնություններ կապված հաշտարարության հետ։ Դա կլինի ամառային դպրոցի տեսքով, օրինակ ուսանողների համար կազմակերպող, թե նաև արդեն իրավաբանների կամ փաստաբանների համար, քանի որ ընկերությունը մասնագիտացված է եւ հաշտարարության եւ փաստաբանության մեջ, ապա այդ համատեղումը կարծում ենք հրաշալի արդյունք կարող է տալ։ Թեև գրասենյակը այնքան էլ նոր չէ ոլորտում, բայց եթե ես չեմ սխալվում, շատ են երիտասարդները փաստաբանական գրասենյակում ձեր։ Ինձ հետաքրքիր է երիտասարդների համար, ուսանողների համար դուք ունեք նախաձեռնություններ, օրինակ պրակտիկաներ, որ կարող են իրենք այցելել եւ սովորել մասնագիտական հմտություններ ձեռք բերել ձեզ մոտ, ինչու ոչ նաեւ գրասենյակում աշխատանքի անցնելու հեռանկարներ կան թե ոչ։ Այո, ճիշտ նկատեցիք, որ գրասենյակը գործում է դեռևս 2019 թվականից, սակայն մեծ թափով սկսել ենք գրասենյակի գործունեությամբ ավելի շատ զբաղվել դեռևս 2 տարի առաջ, եւ այդ իմաստով կարելի է ասել մի փոքր թարմ է մեր գրասենյակը եւ գրասենյակում հիմնականում երիտասարդ փաստաբաններ եւ իրավաբաններ են գործում, իսկ ուսանողների համար, այո, միշտ բաց են ուսանողներ ընդունել, թե պրակտիկաների տեսքով, թե պարզապես օգնության ձևով։ Այս պահին ունենք համալսարաններից մեկի հետ կնքած պայմանագիր, որը իր ուսանողներին ուղղորդելու է մեզ մոտ պրակտիկաներին։ Արդեն իսկ ուղղորդում է մեզ մոտ պրակտիկայի։ Ունեք հնարավորություն այն քաղաքացիների համար, ովքեր հանրային պաշտպանի գրասենյակի շահառուներ չեն, բայց եւ այնպես չեն կարող նաեւ փաստաբանական բարձր վճարներով ծառայություններից օգտվել։ Այո, մշտապես մենք մտածում ենք նոր լուծումներ, նոր մեխանիզմներ, որպեսզի գրասենյակը թույլ տա իրենց զբաղվել նաև անվճար խորհրդատվությամբ եւ անվճար ծառայությունների մատուցմամբ նաև այդ մարդկանց համար, ովքեր թեև չեն կարող հանդիսանալ հանրային պաշտպանի գրասենյակի շահառու, սակայն չունեն բավարար ֆինանսական միջոցներ իրավաբանական հարցերը կարգավորելու համար։ Փորձում ենք ամեն կերպ տարբեր մեխանիզմներ մշակել եւ գործածել, որպեսզի այդ քաղաքացիները եւս չզրկվեն իրավաբան ունենալու իրավունքից։ Շնորհակալություն շատ, մաղթում եմ ձեզ հետաքրքիր օրեր եւ արդյունավետ փաստաբանական գրասենյակների այս էքսպո ցուցահանդեսի շրջանակներում։ Ձեզ եւս շնորհակալ եմ։